Բարելույս Հայաստան, բարելույս հայազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Այսօր խոսանք մեր երկու թեմաների մասին, որը որ հիմական համացանցերում, բայց մինչև անցնենք բուն թեմայի, խնդրում եմ տեսեք այս տեսահոլովակը։ Դուք կկորցնեք Հայաստանի անկախությունը, դուք կկորցնեք Ղարաբաղը, վաղը հակառակորդը նորից կկանգնի ձեր օդանավակայանի վրա, խնդրեմ ձեր ձեռքներ, եթե ուզում եք այդ ճակատագիրը, դուք կարող եք ընտրել այդ ճակատագիրը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Վերջին 3 տասնամյակի ամենահացավոտ լուրը։ Արցախի հանրապետությունը լուծարվում է։ Հունվարի 1-ից այն կդադարի գոյություն ունենալ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար եւ ով է իրական։ Ձեր բարեկամներ, տեսնում եք ինչ է ասում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ վստահ խոսում է։ Վստահ խոսում են ով։ Իմ կարծիքով երկու կատեգորիայի մարդիկ։ Մի կատեգորիան դա բախտնայողներն են, երկրորդ կատեգորիայի մարդիկ դրանք այն մարդիկ են, ովքեր լավ տեղեկացված են եւ իրենք են անելու այդ ամեն ինչը։ Ինչպես մենք գիտենք, իրեն քաղաքական զավակ Նիկոլ Փաշինյանը անում է եւ արել է եւ անելու է այն, ինչ ասեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ եւ վստահ եմ, եթե սխալ եմ, սուտ եմ, թող տան դատարան, բայց այդ իրենց ամեն մի քայլը դրան է բերում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ջհուդական, անգլոսաքսական, թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է։ Քանի որ այն մարդը, ով 1988 թվականին իր խմբակի հետ ստեղծեց Ղարաբաղ կոմիտեն, կոչ անելով միացում Արցախին, այնուհետև իրար ուտոցին քաղաքական սպանություններ, Արցախում շատ ազատամարտիկների հետ եմ խոսացել, որ ասում են ընկեր Ֆարմանյան, Բաքուն չէ, Կիրովաբադով, բանով, սենց Նախիջևանով, սա կարային գրավեինք, բայց հաճախ եկել է հրաման ստոպ, անգամ գեներալ Մանվել Գրիգորյանն է ասում, որ ասել են տես բան չանես, ես անես, են անես, եւ հետո Լևոն Տեր-Պետրոսյանը դա կապել է միջազգային եսին ինչերի հետ էսանեյան, ամեն ինչ ցույց է տալի, որ այս մարդը գործակալ է, իրենց պետք էր իշխանություն, իրանք եկան իշխանություն եւ նորից ասեմ, տարիներ անց այդ մարդը ասեց պիտի սաղ տակ, չտակ, տագայեք մի տվեք։ Այդ ամեն ինչի մեջ, այդ իրենց Ղարաբաղ կոմիտեի մեջ, իմ կարծիքով երկու հոգի մարդ է եղել, ընդամենը երկու հոգի մարդ է եղել, ով իրոք հավատացել է իրենց լուրջ մտադրությանը Արցախը միացնել Հայաստանի Հանրապետությանը։ Դա առաջինը սպարապետ Վազգեն Սարգսյանն է եղել, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ է ասում է, որ նա ամեն ինչի մեջ կարելի էր Վազգենին մեղադրել, բայց որ նա կարող էր չսիրել Հայաստանը եւ հայ ժողովրդին, դա աբսուրդային է։ Մանգա կգտնեք, կա համացանցերում։ Եվ երկրորդ մարդը դա Վանո Սիրադեղյանն է, որը նույնպես հանգուցյալ է։ Երկուսն էլ դուք գիտեք, երկուսի դառը ճակատագիրը, երկուսը ուզում էին եւ հավատում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ազնիվ է, բայց արի մի տես, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ բոլորս գիտենք այն ժամանակվանից ամեն ինչ ծրագրված, քայլ առ քայլ տանում էր Հայաստանի Հանրապետությունը կործաման, որը որ բարեհաջող օպերացիա Նիկոլը կատարեցին 2018 թվականին, եւ Նիկոլ Փաշինյանը հիմա անցնում է, եթե թույլ տանք, վերջի փուլին Հայաստանի հանձնմանը թուրքա-ադրբեջանական տանդեմին։
Այն մարդիկ, որ խոսում են շախմատիստներից, նարդի, բլոտ խաղացողներից, հա, նրանք պրոյեկտ գծողներն են, բայց պարեգլուխը դա ով է, այո, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ ես ասել եմ, Լևոն, մեռնել չկա, 100 տարեկան, 150 տարեկան լես դու պիտի ապրես, մինչև ես եւ մեր ժողովրդական կոմունիստական կուսակցությունը քեզ չտանենք դատարան, ժողովրդական դատարան։ Դու պիտի դատարանով պատիժդ ստանաս, հետո քարերի հանքում քար կդրելուց տանջամահ աշխատանքով պետքա, ասեմ տարիքով մարդա, մահանաս։ Հետա կես սպասում, ուրիշ բան չկա, հանգարց մտքիդ չդնես մեռնես, չկա տես բան։ Մենք տես պայմանավորվածություն չունենք, Լևոն։ Սիրելի բարեկամներ, հիմա եկեք տեսնենք ինչ է եղել վերջի 2 օրը։ Ինչպես գիտեք, ինտերնետի շուխուրն է անցել, որ Ադրբեջանով համատեղ պետքա լինի այդ ինտերնետը եւ այլն եւ այլն։ Էներգետիկայի համակարգը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, մենք պետքա լինի համատեղ Ադրբեջանի հետ, դրա մասին ես խոսել եմ բազմաթիվ անգամ եւ ասել եմ, որ աբսուրդային է, եթե մենք խոսում ենք անկախությունից, անկախ պետության մասին, եթե լինի էներգետիկան համատեղ, ապա մոռացիր անկախություն։ Ինչի մասին իդեպ ասում է Լևոն Տեր-Պետրոսյան, որ անկախությունը չի լինելու։ Դե այնի էներգետիկայի, ասենք ինչ որտեղ կարելի է մտածել, մյուսը անվտանգության պահերը էլի շատ լուրջ է, որ ասենք անվտանգությանը մեծ վնաս է գալի, բայց ինտերնետը դա ուղիղ գաղտնի ինֆորմացիան հասցնելու թշնամուն, ոչ մենակ թշնամուն, նաև բարեկամ երկրին, որտեղից էդի եկավ այդ տրաֆիկը, այդ երկիրը ինքը 1000% եմ ձեզ ասում, կարող է տիրապետել քո ինֆորմացիայով։ Հələ ջհանդամին, ընդեղ որ կասեն քաղաքացու անձնականը, քաղաքական գործիչների, ղեկավարությանը, զինված ուժերը դուք մտածել եք դրա մասին։ Այսօր 99%-ը զինված ուժերի առանց ինտերնետի դրանք ուղղակի ոչ մի բան է։ Ինտերնետը ամբողջը ինտերնետի հետ կապնված է։ Եվ մի խակեր ոչ բարձր կլասի հանգիստ կարողանա, եթե անցավետարը միանա քո ինտերնետի եւ յուրաքանչյուր ինֆորմացիա գաղտնի, ոչ գաղտնի, լրիվ իրանց համար կլինի պարզ։ Եվ այս ինչի եմ ամեն ինչը բացադրում, դուք ինձանից լավ եք հասկանում ես ամենը, բայց արի ու միտես, չգիտեմ, այդ մարդը բլոգեր է, քաղաքական գործիչ է, ինչա, մեկ-մեկ ձեզ որ գալիս է վիդեոները նայում եմ, պրինցիպի վատ բաներ էլ չի խոսում, բայց այս տեսահոլովակը, որ ես տեսա, մտածում եմ, թե այս մարդը ինչ է խոսում։ Հիմա եկեք տեսնենք սկզբից այդ տրաֆիկի վերաբերյալ ինչա, ու հետո այս մարդու խոսած այնուհետև ես մեկնաբան եմ, խնդրեմ։ Ինտերնետը Հայաստան կհասնի Ադրբեջանի միջոցով։ Տելեկոմ Արմենիա եւ Ազերտելեկոմ ընկերությունները ստորագրել են ինտերնետ թրաֆիկ տարածման վերաբերյալ համաձայնագիր, որպես տարածաշրջանում առաջատար տարանցիկ օպերատոր Տելեկոմ Արմենիա սեփական ենթակառուցվածքների միջոցով ապահովելու է ինտերնետի տարանցումը դեպի Ադրբեջան, ընդլայնելով միջազգային թրաֆիկի մատակարարման աշխարհագրությունը։ Այս համաձայնագիրը նպատակ ունի բարձրացնելու հեռահաղորդակցության ցանցերի հուսալիությունը, դիվերսիֆիկացնել տարածաշրջանի կապուղիները եւ զարգացնել համագործակցությունը տելեկոմ ոլորտում։ Ժողովուրդ, հիմա այս տելեկոմի համար էի ասում։ Դրել են ինֆորմացիա, վերջ, թուրքերին ինֆորմացիան դրին, տվին, ամեն ինչ վերջ, փախեք, բրգվեք, բնականաբար իրենց էջի տարածումը ես համարում եմ էլի նիկոլական, կապ չունի։ Ես հատուկ կապնվել եմ Թիմ Տելեկոմ հետ, շատ գրած, այդ վարկյանական պատասխան է տվել, շնորհակալություն Թիմ Տելեկոմին, մի վարկյան չի տևե պատասխանելս, որ ես հարցեցի ճշգրիտ, արդյոք դա նշված ինֆորմացիան է կոմունիկացիայի ճանապարհի տրամադրումը ինտերնետի, թե տվյալների, մարդիկ ոչ, դա կոմունիկացիայի փակ ճշգրիտ գրեցին, այն ինչ ես մտածում էի սկզբից։ Հարգելիներս, ինչա նշանակում դա։ Իմի Նախիջևան գնացող, տեսեք, ասում եք Հայաստան եկող ճամփեն
Տեսեք ինչ եմ ասում։ Անցնում է Ադրբեջանով, վсё կախված են իհարկե։ Բայց Նախիջևան գնացող ինտերնետն է կախված է Հայաստանից։ Մարդը տրամադրում է ճանապարհ Հայաստանով գնացող ինտերնետի։ Մարդը չի տրամադրում մեր ինտերնետի տեղեկությունները Ադրբեջանի։ Հասկացաք, սուտ է պանիկա գցելը, որ վերջ ինտերնետով ամեն ինչ տվեք, ինչ եք ամեն ինչ այնց անում, որ մարդկանց նախնական ինֆարկտի հասցնեք, մինչև լուրը տեղեկանաք։ Փորձեք լինել ավելի անաչառ, ասեք սենց եղե, ոչ թե վերջ, տվին, ինֆորմացիաս տվին, են տվողներն էլ բանը, տեցի կռուգից հելնում գալի ասում են ուր դե են տալի, մենք է տանք։ Տվին ամեն ինչը, հերթ են կանգնում Նիկոլի կողքը։ Ժողովուրդ ջան, սենց է ձևը։ Ոնց որ այդ որ Տրամպի ճանապարհ որ ասվում է, հա, բա մի հատ տավին ասին դեղ ուրախացան։ Այդ որ ճանապարհը անցնում է, չէ՞, ասենք Տրամպի այսպես կոչված, որ այդ ճանապարհը անցնում է կոմունիկացիան, ասենք Ադրբեջանից գնաց մեքենան Նախիջևան։ Վերահսկողություն ասում են չկա, բայց լինելու է, ես գիտեմ, կասեմ ձեզ ինչի։ Ես Նիկոլին ասել եմ, թքել եմ բոլորի վրա։ Բայց հիմի այդ ճանապարհը որ անցնում է, դու թեորետիկ վերահսկողությունը քո տարածքն է, երբ ուզես կփայես, հա։ Բայց ինչ է տվին։ Այս մարդկանց տալու տեղը ցավում է, ինչ ասում են տվին։ Հողը տեսնեք, այնպես չի Նիկոլը Սուրբը, Նիկոլը ասել է, հա, ամենա չեմ ուզում վերանս կեղտոտեմ, ամենավերջին մարդն է։ Բայց էսի տալու հետ կապ չունի ժողովուրդ ջան։ Այս տալու հետ կապ չունի, սա կոմունիկացիոն ուղղակի կարա վաղը միսօր Հայաստանը նույն ձևով թողնի Իրանից գնացող։ Եղավ տվին։ Ստեղ Նիկոլ կապ չունի, ստեղ ընկերությունն է, որը պատկանում է այդ ընկերությանը, ոչ թե Նիկոլին։ Ուրիշ բան Նիկոլը ամեն ինչ ուզում է տա ու միշտ ինքը տալու տեղը չի ցավում արդեն ամեն ինչ տալիս է։ Սա հարցի մի կողմը չի, բայց սա ճանապարհային, կաբելային, մալուխային այդ ճանապարհը տալն է, ոչ թե Հայաստանը տվին, բոլորիդ ինֆորմացիան տվին, վերջ թռեք, վերջ։ Մեկ էլ խնդրում եմ Ժորժ ջան, այս 300,000 ադրբեջանցու թեման, անկախ նայից իրանք կխոսան, դուք կխոսակ, ես ասել եմ ու կրկնում եմ, գտեք այն ադրբեջանցուն, որը պետք է դուխով գա ապրելու, այդ որ ասում եք լիքը թուրք կա, հա կան, ես գիտեմ որ կան, բայց ապրելու թուրքը, որը պետք է գա ամեն օր մնա նայ, այդ չի լինելու, հիշեք խոսքս, այդ չի լինելու ամեն օրվա, եկավել կասեմ ձեզ ինչ անելու, համբերեք էլ Սիրելի բարեկամներ, եսեք ինչ ասում, ես զանգեցի, ինձ կուլտուրական պատասխանեցին, այդպես բան չկա։ Ցավոտ տանեմ, եղբայր, դու լուրջ ես ասում, բայց ինչ պիտի ասեին։ Քո կարծիքով ինչ պիտի, երկա տարիքով մարդ ես, գրագետ մարդ ես, կուլտուրական խոսացող մարդ ես, ինչ պիտի ասեի։ Դու լավը Նիկոլին չես զանգել, Նիկոլին որ ասեի, վայ, ընդլավից։ Հələ մի բան է մենք օգուտ ենք քաղում։ Նետ ուղեղը աշխատցրա։ Իսկ ամենագլխավորը, տեսեք ինձ ինչը, այս լրիվ են ժողովրդին անասունի տեղները սրանք։ Ասում է ադրբեջանցիների վերադարձի մասին մի մտածեք, նրանք չեն գա, դուխ չունեն գալու, հա, դու լուրջ ես ասում։ Եղբայր ես չգիտեմ դու որ երկրում ես գտնվում, չգիտեմ, անկեղծ չգիտեմ, բայց ես քեզ հրավիրում եմ Հայաստանի Հանրապետություն, որտեղ որ գտնվում եմ ես, ներկայանամ, եթե չես ճանաչում, Արտուր Ֆարմանյան, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար, եւ մենք միասին գնանք ջերմուկ, եւ ադրբեջանցիներին դու ասա, որ հələ մի հատ ախպեր ջան, մաքրվեք, դուք այդ դուխը չունեք։ Մենակ դու մի հարցում ես ճիշտ, եղբայր, որ ոչ թե 300,000 ադրբեջանցիների մասին խոսքը, այլ 1,300,000, ապա ինչու ոչ 2,300,000, ինչ է եղել, ժողովուրդ ունեն, աշխարհը չունի։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ, դու ինչ ես ժողովրդին քնցնում։ Երկու դեպք կա, կամ դու մինչև այս վերջի քո խոսալը, դու ժողովրդի հետ անկեղծ չես եղել, կամ ինչ որ մի բան են չի, չեմ ուզում ենթադրություններ անել, բայց այդ բառը կարա ասի մենակ այդ մարդը, կամ անկեղծ չես եղել, կամ էլ մեկ է ասել են ախպերը սենց է պետք ասել, չգիտեմ, ես մեղքդ չեմ կարա վերցնեմ, քանի որ չգիտեմ,
Բայց տենց եմ մտածում։ Սիրելի բարեկամներ, ինտերնետը տվեցին, էներգետիկ համակարգը տվեցին, ադրբեջանցիները գալու են ու դուք լրիվ պրծնելու եք։ Սա ծրագրված է, ինչի մասին ասել է այն թվերից Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիմա շատ քաղաքացիներ հարց են տալի, ասում են ընկեր Ֆարմանյան, իսկ ասեք ինչպես եք մտածում, Արցախը կգա մի օր, որ կվերադառնա։ Ինչին ես համոզված, ասում եմ այո, Արցախը Հայաստանը եւ վերջ, ասել եմ եւ ասելու եմ։ Շատ մարդիկ կարող են մտածեն, ասեն, դե ասում են, սաղե կարան ասեն, ինչպես։ Արդարացի հարց, ինչպես, ինչ ես անել, որ Արցախը գա նորից հետ։ Ասեմ ինչ եմ անելու։ Ասեմ, տեսնենք այս տեսահոլովակը։ Президент Азербайджана Ильхам Алиев позволил себе оскорбительные высказывания в адрес России, назвав проведение СВО оккупацией. Основатель Царьграда Константин Малафеев провел в Телеграм-канале небольшой урок истории, чтобы в Баку не забывали, кто на чьей земле живет. Далее прямая речь. Сын члена Политбюро ЦК КПСС, бывший комсомолец Ильхам Алиев, посоветовал украинцам никогда не соглашаться на оккупацию. Алиев сказал это в Ханкенди, бывшем Степанакерте, осенью 2023 года, зачищенном от армян. В начале прошлого века Ханкенди было русским селом в составе Шушинского уезда Елисаветпольской губернии. А в Баку жили русские 36% населения, азербайджанцы 21%, армяне 19%, персы 12% и евреи 5%. После революции более четверти Российской империи оказалась в оккупации. Сначала разных националистов-сепаратистов. В частности, Баку... Այսենց ադրբեջանցի օչխարները շատ հաճախ առանց մտածելու էթալու են դեմ ռուս ձայձայի։ Եվ այդ շանսը պետքա օգտագործել։ Օրինակ, այսօր եթե իշխանությունները լինեին հայկական, հայերը լինեին իշխանության եւ սրտացավանքով վերաբերվեին Հայաստանի Հանրապետությանը եւ սիրեին հայ ազգին, էսի մի հատ հիանալի շանս էր Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտինին տենալու երկու բառ անկաչին շփթալու։ Որը որ Նիկոլ Փաշինյանը որ եկավ իշխանության, չդիմավորեց Վլադիմիր Վլադիմիրիչին, սկսեց ընտից աչ ու ձախ բլթեցնելը, այդ ժամանակ բեղերով տարականը գնաց, ասես տեսար ով է եկե, Եվրոպա, Ամերիկա։ Ռուսներն ասեցին դե դավայ, տեսեք ինչ եք անում, մենք չենք խառնվի։ Հետո էլ ռուսը չխառնվավ, մի հատ Նիկոլի պատճառով պատժվեց հայ ազգը։ Եվ վերջ, էլի լավակ մի քիչ կանգնացրին, չթողի որ մինչև վերջ մորթեն։ Այ ինչ կարելի է անել։ Եվ ամեն ինչ կգա կանգնի տեղը։ Ես ռուս ազգին լավ եմ ճանաչում։ Շատ լավ եմ ճանաչում։ Բայց քանի որ Ադրբեջանը բարեկամներն են Նիկոլ Փաշինյանը այդպես բան ինչ անի, նաբարոտ հենա դրելա սարում հատնաշենին, էթալով սանկցիաները ավելանում են, ճամփեք ավելի շատ փակվում են, ժողովուրդ հետում է բանկրոտствоյի։ Եվ վերջում, սիրելի բարեկամներ, վերջում երկու դրվագ հումորային կամ կիսահումորային, հայկական տարբերակը մի քիչ կիսահումորային է, բայց այս մյուս տարբերակը հումորային է։ Դու մի ասա մենակ մեր Նիկոլ Փաշինյանը չի սենց։ Ռումինիայի վարչապետն է, նախագահն է, ինի Նիկոլից վերանա։ Եվ գիտեք ինչ եմ մտածում եմ, կարող է իսախ թուրքերից է, թուրքերը այդպես գիպնոզ են կարող անել։ Որպեսզի իմանաք ինչի մասին է խոսքը, խնդրեմ այս տեսահոլովակը։ Это Сач.
սաղոյին են ժողովուրդ ջան։ Իսկ 2031 թվին եթե լինեն ընտրություններ, կասկածում եմ, որ լինեն, Նիկոլես Սեյրասև գործերը կավարտվի, մեկ տեսար միտեղ կասի ես չկամ, ազգը ինձ դեմ է, քիշի, որ ազգը իրեն դեմ է։ Ես նիկոլական մարդկանց, այդպես անվանեմ, նիկոլապաշտ մարդկանց, տեսեք չեմ ասում, ոչ զոմբի, ոչ բան, չեմ սիրում այդ բանը, մեր քաղաքացիներն են, ուղղակի այդ մարդիկ շատ են սիրում Նիկոլ Փաշինյանին։ Եվ ինչպես ասեց ամենայն հայոց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ պերաշկի ուտողը ուտողին է, ընտրում խոզը խոզուտողին եւ այլն, ձեր համար հատուկ համացանցերից գտել եմ նոր վարչապետ եմ գտել հատուկ ձեր համար, ձեր մակարդակի համար, ձեզի սիրող վարչապետ եմ գտել։ Խնդրեմ տեսահոլովակը, ես էլ կոմունիստների կողմից ձեզ նվեր, խնդրեմ։ Դուրերը տեկավ, դե պատրաստվեք 2031 թվի ընտրություններին։ Կիսա հումոր, կիսա տխուր, այսօր այսքանը սիրելի բարեկամներ։ Գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայոց առաքելական եկեղեցին։ Հույսով եմ կհանդիպենք, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։